Երբ մեկ կահանամը մեկ դեղեն մույսը կդեղափոխեն, ողբ կբարձանա, որովհետև մարդիկ կապված են այդ անհատին հետ և ոչ թե ավետարանի հետ։ Նիկոդիմոսը, թեև անոնց խումբեն էր, սրտցավ էր և ըսավ. ինչու համար պետք է մարդը բռնել, երբ զինք նույնիսկ չեք լսած կամ հասկացած, թե ինչ կխոսի։ Միթե մեր օրենքը չի դատապարտեր այդպիսի գործողություն գսե։ Սակայն անոնք կհարցնեն Նիկոդիմոսին. միթե դունալ մոլորեցար, ճիշտ խոսքը մոլորություն կհամարեն։ Այսօր ալ, եթե մեկը քիչ-մը տեղյակ է ավետարանեն, կամ քիչ-մը գիտակ է, կամ որևէ բան գսե, իսկույն զինք կվիդակեն որպես աղանդավոր։ Ասիկա մեր եկեղեցու մեծ բացթողումն է, որում պատճառով ալ այդքան շատ աղանդավորներ հարաճած են։ Անոնք ուղղափառությունը ներկայացուցին այլ կերպ, իսկ մեր ժողովուրդը փնտրեց դեղմը, ուր հեշտությամբ պիտի լսեր Քրիստոսի մասին առանց բարդություններու, որոնք մարդու գլուխը պիտի ճաքեցնեն։ Մեր հոգևորականներու համար ուղղափառությունը կաթողիկոսն է և առաջնորդներն են։ Անոնք անդարբեր են ժողովրդի հանդեպ, թե ինչ հասկացավ կամ ինչ չհասկացավ։